խափին, չգիտեմ ինչեր արին, վերցին օպելը ստարան ծախին կերան։ Իննա գիծեմ տարորը 4-5 տարի է պրավես խլել եք չեք տալ։ Իմ խնդիրը շատ հստակ, կարճ, կոնկրետ խնդիր է, զրկել են վարորդական իրավունքից, բալային համակարգով, ցավը տանեմ։ Դիմել եմ դատարան, դատարանը բավարարել է հայցս, ինչ կա, որ վճիռը հիմք չեն ընդունում ու վարորդականս հետ չեն վերադարձնում։ Ոտնահարում են Հայաստանի Հանրապետության մայր օրենքը, գլխավոր դատախազը իր տեղում չի, ոստիկանապետը իր տեղում չի, ցածր աշխատողներն էլ ինչ ուզում անում են, կամ էլ չեն հասկանում ինչ անեն։ Աշխարհի վերջն է Հայաստանի Հանրապետության անունից վճիռ կայացնի դատավորը։ Նախորդ իշխանությունների օրը գրեթե օբյեկտիվ վճիռ ստանալը անհնարին էր, հիմա էլ օբյեկտիվ վճիռ եմ ստացել, ասում են էսի վճիռը հիմք չի մեր համար, մեղմ ասած։ Բայց ի՞նչն է հիմք, ասեք որն է հիմքը, ես այդ հիմքը այդամ չարեմ բերեմ, հարևան երկրների դատարաններից թուղթ բերեմ, որ իմ պրավեն տան։ Իմ ապրուստի միջոց այդ պրավից է կախված, իմ հանապազորյա հաց վաստակելու իրավունք այդ պրավից է կախված։ Մարդ եմ, եթե հարբած քշեի զրգեին ձեն չէի հանի, նարկամանելնեի ձեն չէի հանի։ Իննա գիծեմ տարորը 4-5 տարի է պրավես խլել եք չեք տալի, ամոթ չի բա։ Հետո նրան անվանում եք թալանչի, ինձ թալանել է, ուղիղ ես իշխանությունը թալանում է, միջև օրս էլ ինձ թալանում է, ավտոս խլին տարան ծախին, այսօր էլ ավտոս չկա, փող են պահանջում այդ ավտոյի դիմաց, ես իմ ով առե, ով է քշում, իմ ավտոյից փող է պահանջում, տարել են ավտոս, վթարել են պլաշատկից միլիցեքն են տարել, թե դահակն է տարել, ով տարել է, խփել է, եկել է իզնից ապան ասում է փողը դու պտի տաս, ուր դու ստամ էլ փող, ուր դու չունեմ, ինչ ունեմ վրեսա, մեկի արունս արեք, արունս տամ տվեք Նիկոլին, թո պրծնեմ արա ես այս երկրից, ինչ եք ուզում ըզնից, դատարանի վճիռ կա, վճիռ, նայեք, անուն Հայաստանի Հանրապետության անունից վճիռ է կայացվել, անվավեր ճանաչել 13-0-ը 21 թվականի զրկումը, որը վարչապետին իրանք գրել են, հեսա, վարչապետին գրել են իրանք։ Իրանց ձեռով գրել են, հեսա իմ խախտումները 9 հատ գիծեմ տարոր է, գրել են 13-0-ը 21 թվին զրգել ենք, Դավիթ Սաղիկյանին, հեսա, ի պատասխան վարչապետին հասցեագրված 07-02-22 թվին 13-0-ը 21 թվին կայացվել է թիվես թվերի որոշումը վարչական իրավախախտումների վերաբերյալ 129 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Գնացել եմ դատարան, դատարանը հայցս բավարարել է, ցավը տանեմ քուրս։ Էլ ինչ ասեմ ես, որ այս պետությունը հասկանա, Նիկոլը հասկանա, Հայաստանի Հանրապետության անունից վարչական դատարան վճռեց Դավիթ Սաղիկյանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել ոստիկանության ծառայության 13-0-ը 21 թվականի վարչական տուժ նշանակելու մասին թիվե թվերի որոշումը։ Հիմա եթե դատարանը արդեն ընդունել է, որ ձեր վարորդական իրավունքից սխալ հիմունքով են զրկել, ոստիկանությունը ինչ հիմք է բերում, որ չի տրամադրում ձեզ։ Ոստիկանությունը զորբայավարի ասում է ամեն 10 օրը մեկ քեզ զրկել եմ։ Մի հատ խնդրում եմ ոստիկանապետը, տիկին Արփինե Սարգսյանը, թող ինձ իրավական պատասխան տա։ Առաջի անգամ զրկված վարորդին, երկրորդ, երրորդ անգամ ինչից է զրկել, դրա իրավաչափությունը որն է, զրկված վարորդին ինչից են զրկել, կարող է մի հատ քաղաքացիությունից են զրկել, մի հատ անձնագրից են զրկել, մի հատ բանը, չգիտեմ, վայնի բիլետից են զրկել, 3 անգամ բռնե զրկել են, ինչից են զրկել, հղում են անում օրենքի վրա, առաջի զրկումից հետո ամեն խախտումը զրկումը, ընդունեցի լավ, էդ էլ մուրի իրանց գլուխը, առաջի զրկումը էլ չկա, դատարանը վճիռ է կայացրել, ասել է չկա, անվավեր ճանաչեք, դուրս է գալի 2-3-0-5 բալով խախտում եմ արը, չթույլատրվող տեղ կայանել եմ, 45 վայրկյանից շատ եմ կայնել, միջև մարդի իջել ես, դա չեմ տվել եւ այլն, դրա համար զրկվել եմ, ինչ եմ արել որ զրկել եմ, սա ոչ ավել, ոչ պակաս իմ ընտանիքի հանապազորյա հացը խլել է, այսօրվա իշխանությունների կողմից։ Ձեր հետագա քայլերը որոնք են լինել։ Այլ չգիտեմ որն ալել, ունգնեմ հարևան պետությունների ղեկավարներին խնդրեմ կամ պրավիս հարցը լուծեն հետա մնում, կամ էլ Նայիրի Հունանյան դառնամ պրծնեմ։ Էլ ինչ անեմ, ձեր ցավը տանեմ։ Մի հատ ասեք, կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, ազգային ժողովի օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանին։ Թող մի հատ իրավաբան բերեն, կարենա հիմնավորի, որ իրանք ճիշտ են, էշի պես զռամ, համաձայն եմ կալանք կարելու դրա համար։ Բոլոր իրավական նորմերը նայել եմ։
մեղավորը իշխանությունն է, Զորբայավարի իմ երեխու բերնի հացը խլել են։ Ու Նիկոլ Փաշինյանը, որ հիմա ամպագորգոր բառեր է խոսում, ինքը սուտ է խոսում։ Պարզ ասում եմ, սուտ է խոսում, իր կողքը չկա մեկ էթասի, արա իրական շարքային քաղաքացուց կաշին են քերթում։ Ինչից ես խոսում, գիժ-գիժ երիքա խոսած, արա շարքային քաղաքացի եմ։ Ոչ մի կուսակցական պատկանելություն չունեմ, շարքային քաղաքացի եմ, բերնից հացն են գողնում։ Իմ երեխու բերնի հացն են գողնում։ Էլ դրանից ավելի ինչ անեն, որ ես իրանց ինչ անեմ։ Տամ սպանեմ, հա, հիմի դառնամ հանցագործ, ես կյանքում քֆուր չեմ տալի, հերվից հեռու մարդուն քֆուր չեմ տալի։ Ես իրանց մակարդակին չեմ իշնի, իրար մեր ու կնիկ, հեր ու աղբեր, քուր ընտանիք քրփեն։ Դա ամոթ է արա իրանց։ Ազգային ժողովում ռեալ լուրջ խնդիրը թողած, իրար քյաչալ շուն հեր ու մեր են անվանում, չէ՞, թող կանչեն բարձր ամբիոնի վրա, ես իրանց ապացուցեմ։ Թող կանչեն ինձ թիվ 1 ամբիոնում ապացուցեմ, որ իրանք խլել են իմ ունեցվածքը։ Ժողովրդի մի մասնիկ էլ ես եմ, ինձ թալանել են։ Հիմա էլ միջև հիմա էլ թալանում են ինձ։ Ինչ անեմ, ես չեմ, դուք եք ասեք ինչ անեմ։ Եթե բարձր Այցյանը դատարանն է, դատարանն էլի օգուտ ինձ վճռակայեց, դա էլ չի անցնում, ուրեմն զորբա են, թալանում են մարդուն։ Էլ դրանից են ես ինչ անեմ, ձեր ցավը տանեմ, ասեք անեմ։ Մնում է մի բան կամ Նայիրի Հունանյան դառնեմ կամ ելնեմ ընկնեմ հարևան երկրների, շուխուր անեմ հարևան երկրներից եվրոպական դատարաններ էթամ, փող պետք է ունենամ դրա համար, բայց կարամ սահմանն ասեմ, էթամ Վրաստան ասեմ, եկեք այս հարցը լուծեք, սազի դուրը գգա Նիկոլ Փաշինյան, ես ինչ հարցա, որ սրա համար 3-4 տարի անգել եմ, դռնե դուր սրան եմ խնդրում, նրան եմ խնդրում, մեկը ֆուտբոլի գնդակի պես Տաշումայեսյան, մեկը Էնյան, մեկը վրից ցրում է Կոչ եմ անում, գտնեն լուրջ իրավաբան, եթե կարա հակառակն ապացուցի ինձի, էշի պես կզռամ, 8 ամիսա քրեական գործ հարուցվի, ազգային անվտանգության ծառայությունը հանձնարարել է, որ քրեական գործ հարուցվի, 8 ամիսա քրեական գործ հարուցվի, թող որոշում կայացնեն դե, թող մի դադախազն ասում է քրեական գործ չկա, մի դադախազը քրեական գործը հարուցել, այս երկիր այսպես իրար հակասում են, դադախազի ինստիտուտ չկա, Աննա Վարդապետյանը իր տեղում չի, ես ելնեի դադախազ, ես ելնեի պատգամավոր, շարքային քաղաքացին գար, ինձ, իմ ընկերներին իմ վարչապետին հայ երեխու բերնի հաց խլող անվաներ, թե չկանչեի հաչոտ պահանջեի։ Պատասխան ուզեի, ես չեմ ասում փորները տան գենգան գողական ստեր ռազմորկան են, չէ, օրենքի շրջանակն եմ, ես իրենց հետ խոսում եմ օրենքի շրջանակն եմ, ես ոչ թայփով եմ, ոչ բան, մենակ տղա եմ, այս երևի ցավն էլ է դա, որ անտեր մենակ տղա եմ, դրա համար են տեցել է մեշկիս, բայց էլ չգիտեմ, որ գլխիս կարիշկեն թռնի սաղ աշխարհը կհանեմ օդ, իսկականից ներվերս կերել են, քուրս, Մարդավարի ասում, օրենքի շրջանակներում, օրենքի ուժով ասեք թող հաղորդականս հետ տան, հետո վաղը միսօր ինձ չանվանեք հանցագործ, ես ձեզ խնդրում եմ, ես իրանցպես լակոտական սրան հերվից հեռու մեր չեմ քրֆելու, ես չեմ անելու, ես ինչ անելու եմ, ես գիտեմ ինչ կանեմ, իմ ասուն կխնդրեմ սաղին, մի ասել էի, ես հույսս կդնեմ իմ ասու վրա, սաղին կխնդրեմ, որ իրանց բալեկը սոված մնան, հանգարց իմ վերջնական ինչ չհուսահատացնեն, կա դատարանի վճիռ, կա զերքում, կա դատարանի վճիռ, դատարանը նստում է անվավերջան, եթե այս դատարանի վճիռը առ ոչինչ, ուրեմն դատարանի վճռով մարդիկ իրանց ունեցվածքներն են կորցրել, այդ թվում ես եմ իմ ունեցվածքը կորցրել, մարզամերգային համալիրի տարածքի հետ տվեք, եթե դատարանի վճիռը առ ոչինչ է, մարդիկ բերդը նստած են դատարանի վճռով, եթե առ ոչինչ է, բաց թողեք, որ իրանց օժերկամքով չեն գնացել բերդը նստել, այն Հյուսիսային պողոտայի ժողովրդին դատարանի վճռով հանիկ թափիկ քուչեքը, հետ տվեք մարդկանց ունեցվածքը, չհասկացանք այդ դատարանի վճիռը քաղաքացու համար հենց օգուտ քաղաքացու դատարանի վճիռը կայացում, դառնում է զուգարանի թուղթ է տանտերը, ոչ Առաջվա պես դատարանի վճիռը չի ծախվում, որ գնացե առել եմ, օրինական իմ խելքով, իմ ձևով նստել եմ, հայց եմ գրել, ներկայացրել եմ դատարանը անվավերա ճանաչել է զրկումը, հիմա խի չեն տալի պռավես, մի հատ հարց Նիկոլ Փաշինյանին, եթե ինքը այդքան ժողովրդի մասին մտածող ժողովրդավարական մարդ է, ղեկավարը, հարց իրան, խի չի տալի պռավես, այս փաթեթը դնում եմ իր դեմը, տետա թողա նստենք, իրանց իրավաբաններով, իրանց դատախազով, իրանց ոստիկանապետով, թողա նստեն, ես այս փաստերը դնեմ իրանց դեմը, եթե կարան հակադարձեն օրենքի շրջանակներում, նայեք ինչ եմ ասում, օրենքի շրջանակներում, եթե կարան հակադարձեն, ես ներողություն խնդրեմ, այսինքն ամբողջ լրատվականով եւ այդ ապխելով բերդ ու նստեմ կալանքս կրեմ։ Եթե կարան իրանք էսի ապացուցեն հիմնավոր են, բացի զորբայությունից, իրանք հիմա զորբայավարի իմ ունեցվածքը խլել են։ Այդ աշխարհում ով է տեսել, ունեմ չունեի մի հատ Opel Zafira ունեի, որ իմ ընտանիքը պահում էի դրանով։ Վերցին 1 միլիոն դրամ պարկ ունես, էսյան, էնյան, խապին, չգիտեմ
ինչեր արին, վերցին օպելս տարան ծախին կերան։ Եվ այ ինչ անեմ ես այս պետությունից, ինչ ուզեմ։ Հետո այս պետությանը ես ասեմ, եթե պետության օրենքն ինձ չի հարգում, ես այս պետության օրենքին չեմ կարող հարգեմ։ Օրենք, կա դատարանի վճիռ։ Հաղթել եմ, թող բարիլն իրաց պարտությունը ընդունեն։